զրահի, ելնի պաշտպանի հողը հայրեն։ Դերն է գրող։ Մայիսի 25-ին գեներալ Սպիտյանը հանդես եկավ Էլեքսանդրիայից։ Խփեք զանգեր Աստծո տաճարի, զանգերը բոլոր վանքերի, ազգը թող դիմի, զենքի, զրահի, ելնի պաշտպանի հողը հայրեն։ Դերն է գրողում, արյանը ծարավ, զինվեք և զանգերը խփեք, կազմեցեք գնդեր մահապատների, ուտացեք դաշտը նորավարայրի։ Ըստ որի 4-րդ հոդվածի և հետագա լրացուցիչ ռուս-թուրքական պայմանագրի Ռուսաստանը պարտավորվում է Թուրքիային Արևմտյան Հայաստանի ազատագրված տարածքները, ինչպես նաև Կարսի և Բալթիկի մարզերը։ Ռուսաստանը նաև պարտավորվում է ռուս-թուրքական սահմանից որոշակի հեռավորության վրա պայքարել զորքերը, ինչպես նաև կազմակերպել հայկական կամավորական շրջանակները, թողնելով միայն մեկ դիվիզիա ներկայացնում։ Օսմանյան Թուրքիան օգտվելով որպես հաջողականի համանպաստող ռազմական պայմաններից, ստացել երաժշտական օգտվելով պատրաստական ծրագրից 90,000 կազմամիավորումով գրավել արևելյան Հայաստանը, հասնել Բաքու և Հյուսիսային Իրան։ Թուրքական բանակը հայկական բանակը դիմացել միայն այդ ոչ մեկ թուրքական բանակի, այլև քուրդ թուրքեր ավազակությունների դեմ, որոնք հարվածում էին և ճակատից և թուրքից։ 1915 թվականի ապրիլի 10-ին թուրքերը գրավեցին Սարի մամուլը, ապրիլի 25-ին Մարտունարը վարարիստები գրավեցին Կանսը, իսկ մայիսի 14-15 գիշերը հարձակվեցին Ալեքսանդրապոլի վրա և գրավեցին։ Ռուս-թուրքական պատերազմն աստիճանաբար վերածվեց թուրք-հայկականի։ Դա անհավասար կռիվ էր, նոր ցեղասպանված ժողովուրդ, գաղթականներ, անբավարար զինված միջոցներ, բանակի բացակայություն, ինչպես նաև պետական ցույց ունենալու փաստ։ Այսպիսի օրհասական վիճակում էր գտնվում Հարությունը։ Հարությունը պետք է դիմեր ինքնապաշտպանության, հնարավորինս ինքնակազմակերպել, քանի որ դա կենաց ու մահու կռիվ էր, դա գոյամարտ էր, և եթե թուրքերն իրենց ծրագիրը հաջողեին, ապա սա կլիներ ցեղասպանության երկրորդ ակտը, որը կլիներ հաջորդի ֆիզիկական բնաջնջումը։ Թուրքերին համարտադրություն ցույց տվեցին Ջավախքում և Շիրակում։ Հայերը այլևս կնոջ տեղ չունեին, նրանք հունիսվել էին։ Ըստ պատմաբան Հարություն Ֆիշյանի, սա դարապատը բախտորոշ գոյամարտ էր, հայ ժողովրդի կենաց ու մահու կռիվ, որտեղ ինքնապաշտպանության գերագույն մղումով ոտքի էին ելել հայ ժողովրդի բոլոր դասերն ու դասակարգերը, տեսակներն ու կուսակցությունները, որտեղ կողքովի կրվում էին ավերականը, դաշնակյանը, հնչակյանն ու ռանկավարը, մտավորականն ու հոգևորականը։ Ռուսքի սեղմավելու սահման ունի, որից հետո այն դառնում է քարի պես ամուր։ Թուրքերը սարդարապատում դեմ առան հայի քարի պես ամուր սեղմված Ռուսքի։ 1918 թվականի մարտի 24-ից Երևանում դիկտատոր էր նշանակված Արամ Մանուկյանը, ով կարողացավ կազմակերպել ինքնապաշտպանությունը և մեծ դեր խաղաց մարտական ոգին բարձրացնելու մեջ։ Նա նույնիսկ կաթողիկոսի անվտանգության համար մեկնում է լավաշապատ և առաջարկում է նրան տեղափոխվել Բյուրական։ Հոգևորականների դերը շատ մեծ է մայիսյան հերոսամարտերի ընթացքում։ Նախ և առաջ Գևորգ Սուրենյանցի հրամանով մեկ շաբաթ օր ու գիշեր ղողանջում են հայոց եկեղեցիների զանգերը։ Անհրաժեշտ էր ոտքի անել ժողովրդին։ Ոչնչացման խնդիրը հերթական անգամ բախում էր հայ ժողովրդի դուռը։ Սարդարապատի հերոսամարտին հայ ժողովրդի համար օրհասական այդ օրերին զինվորների, ինչպես նաև բազմաթիվ գյուղացիների և մտավորականների կողքին խաչի փոխարեն զենքը ձեռքին մարտնչում էին նաև հոգևորականները։ Գևորգ Սուրենյանցի օրհնությամբ Մայրաթորի միաբանները ռազմաճակատի առաջին գծում քաջալերում և օրինակ էին ծառայում։ Ռազմաճակատում հոգևորականներից կարող են հիշել Գարեգին եպիսկոպոս Հովսեփյանցին և Զավեն եպիսկոպոս Մարտեսի Բաբայանին, ովքեր ձիերձաշրջում էին ռազմաճակատում, և նույնիսկ Գարեգին եպիսկոպոս Հովսեփյանցը դարձել էր մահապարտների գնդի հոգևոր առաջնորդը։ Մայրաթորի միաբանությունը այն տարիներին աչքի էր ընկնում ոչ միայն իր գիտական կարող ուժերով, այնպես էլ հասարակական գործունեության ճյուղով և ազատատենչ ոգով։ Հավատով ու ազատության ոգով էլ հայոց եկեղեցին առաջնորդեց ժողովրդին դեպի կետրոնած մահու ճակատամարտ, դեպի հաղթանակ։ 1918-ի 21 մայիսի ամեն օր սուգը և խառնաշփոթ գլխը կանգնած վեհապարի մոտ տագնապը սրտում Արամն է խոսում։
ողորմած մեր Տեր, Շերքի Փաշայի զորքերն անարգել Սարդարապատի կայարանն է զարթել։ Զորքն անզոր է կորցրել է ոգին, Սիլիկյանն ասաց. իսկ Տեր Աստծո այսօր ասական վտանգի պահին բյուրական տարեք ձեր վեհափարին։ Ասես դուր եկավ գմբեթը վերից, ունքերն ամպեցին, շրթունքը դողաց, ու վեհապարը դառնորեն գոռաց։ Դու հասկանում ես, թե ինչ ես խոսում, փախչեմ բյուրական, վախենամ թուրքեն, ու լուսավորչի աթոռը լքեմ։ Ներիք վեհապար, արդ կատարվել է վաղթարագույնը, վտանգված է մեր բուն գոյությունը, հրաշքներ չկան, սակայն հրաշք են թողություն։ Հրաշք եք ուզում, զորք ու զորավար խառնվել եք իրար։ Թող այդպես լինի, հրաշք կլինի։ Թուրքն է մոտեցել և նրանց հետ են քրդերը բրդով։ Վերջն է աշխարհի, խփեք զանգերը Աստծո տաճարի, զանգերը բոլոր վանքերի, ազգը թող դիմի, զենքի, զրահի, ելնի պաշտպանի հողը հայրենի։ Ներն է գրոհում, արյան է ծարավ, զինվեք և զանգերը խփեք, կազմեցեք գնդեր մահապարտների, փութացեք դաշտը նորավարելի։ Եվ հաջորդ անգրավեց անկապատ կայանը և յուղը։ Հաղթական ճակատամարտը շարունակվել էր մինչև մայիսի 28-ը հայերի փայլուն հաղթանակով։ Թշնամու կառույցը կազմել էր մոտ 3500 զինվոր, և թշնամին ետ շպրտվեց Ախորյանի արևմտյան ափ։ Մայիսի 29-ին գեներալ Սիլիկյանը հանդես եկավ Ալեքսանդրապոլի գրավելու կոչով, սակայն մայիսի 30-ին գեներալ Նազարբեկյանը թույլ չտվեց այդ օպերացիան իրագործելու, և հուլիսի 2-ին երկու կողմերի միջև դադարվեց ռազմական գործունեությունները։ Հայ ժողովրդի մոռաց մայիսյան հերոսամարտերի ընթացքի և հայերի միջև։ Վրացիները որոնում էին գերմանացիների հովանավորչությունը և գաղտնի բանակցություն էին իրացել։ Իսկ ադրբեջանցիները բռնել էին թուրքերի փեշից և քաշում էին դեպի Բաքու, որն այն ժամանակ բոլշևիկների ձեռքում էր։ Հայ ժողովուրդը մնացել էր մենակ և օրհասական կռիվ էր ողում շարժվող թուրքական զորքերի դեմ։ 1918 թվականի մայիսի 26-ին Բաթումում թուրքական պատվիրակության ղեկավար Խալիլ Բեյը չխենկելուն հանձնում է վերջնագիր, որով 72 արժանապան ընթացքում պետք է պատասխանեն իրենց 2 շաբաթ առաջ հանձնված հաշտության նախագծին, ընդունելու կամ չընդունելու մասին որոշումը։ Նույնովան մայիսի 26-ին կազմակերպված բանաձև Սեյմը արձանագրում ամենագործածի կրկնելած լինելը և շրջան համարում իր իրականությունները։ 1918 թվականի մայիսի 26-ի երեկոյան Հանրապետության Սեյմը ծրագրեց միջազգային մի սրահում դեպի ունեցավ Վրացիային խորհրդի իսկ Նոյ Ջորդանի նախագահությամբ, որը Վրացիանը արտահանջել։ Ըստ Սիմոն Վրացյանի այդ կետը շատ ծանր պատմություն ստացեց հայերի համար և առաջացրեց նրանց ուսումնները։ Նույնովան մայիսի 26-ի երեկոյան Վրացիային Հայերը մնացին մենակ թուրքերի դեմ։ Այդ ծանր պահին եզիները չլքեցին հայերին, մնացին իրենց ողքեր։ Ջանգիրաբայի գլխավորությամբ կազմավորվեց եզրական կամուրական ստորաբաժանը, որը ռազմիկների թիվը հասնում էր մինչև 1000 Եզիները նաև մասնակցություն ունեցան Սարդարապատի ճակատամարտին, իրենց 500 հոգանոց խմբով։ Որոշիչ էր նաև եզիների դերը Բաշավարատ ճակատամարտում, որտեղ գրեթե ողջ Եզերազորը
500 կազմված էր եզրերից ուսուցիչի գլխավորությամբ։ Հայ եզրական հարաբերությունները միշտ ունանջեր եւ ամուր։ Դրա վառ օրինակն այն եզրերի մասնակցությունը Արցախի ազատագրական պատերազմին, ինչպես նաեւ Խավարյա 44-րդ պատերազմին։ Դանիել Բեկքիմյան 1920 թվականի կարգավորումից հետո նա գերեվարվել է, իսկ 21 թվականին թուրքերը նրան հանձնել են բոլշևիկներին, ովքեր նրան բնակահարել են։ Նրա գերեզմանը գտնվում է Վաղաշապատում, Սուրբ Գայանե եկեղեցի գերեզմանատանը, իր նկարիչի դերասանուհուն։ Ճակատամարտի նախորդին Ալբանիայի 10-րդ վերջականներին ուղեկցում է Երևանից Արևելյան Հայաստան։ Աղավաղանից Բաղրամյանի զորք ներկայանալուց հետո Անդրանիկին գնում է կարծրատև հանգստի, իսկ վաղ առավոտյան Անդրանիկը իր մոտ է կանչում Բաղրամյանին եւ արտակում նրան։ Կորնետ, այդ 30-ից զինվորներն ինքուստ են, բայց նրանք ինձ դուր տվեցին, որ չեն ցանկանում կրվել։ Ինչ կարևոր է ով է ղեկավարում, հայրենիքի կապին միշտ նվիրյալների կյանքով։ Հետագայում 1918 հետագայում Բաղրամյանը պատմել է, որ 1918 թվականին ամենուրեք կարելի է լսել հետևյալ խոսքերը. «Հերիք եմ են կռվել, թող հիմա էլ աղաների տղաները կռվեն, հայրենիքի կապին միշտ նվիրյալների կյանքով», ասել է Բաղրամյանը։ Երեք որդիները Աշոտը Արամը եւ Օգնյան 1914 թվականից մասնակցում են առաջին աշխարհամարտին։ Աշոտ Հայրազոնին մասնակցում է Փարագլիսայի հերոսամարտերից, իսկ հետո իր զորքերով նա հանդես գտավ Շանավշի գյուղ։ Այդտեղ թուրքերը շրջապատել են գյուղը, գյուղացիներից մեկի դավաճանությամբ կոտորեցին բոլորին։ Ռուբեն Քաջազյանին գերի է եկել 1920 թվականի գարնանը եւ հենց գերության մեջ մահացել է։ Երևանի վրանում մեկ միլիոն 400,000 ազգաբնակչությունից 661,000-ը հայերի էր, 394,000-ը մահմեդականներ։ Թուրքեր գործակալությունը հատկապես արեց են դարձնավորում Երանջերխնայում մահմեդականների իշխանության դեմ հանելու համար։ Այստեղ հսկայական դեր է կատարել Հովհաննես Թումանյանը, ըստ Մաշուր Բաղրամյանի ասում են դեպքեր չեղափոխ գդակներից եւ խաղաղությունը ու բարեկամությունը քանզում։ Սա Պուշկինի 30 հասցրին գտնող առանձնատունն է, որտեղ 1918-1920 թվականներին ապրել Սարդարապետի ճակատամարտի հերոս Գեներալ Եզենյան Մոսես Սիլիկյանը։ Շենքը կառուցվել է 20-րդ դարի սկզբին Լացին Գերտոնի կողմից։ Մոսես Սիլիկյանը ազգությամբ ուդի էր։ Ուդիները ընտանվում էին Երևանում, Բերդում։ Ուդիների թիվը 2001 թվականի մարտահամարի տվյալներով կազմում է շուրջ 200 Հայաստանում, իսկ ամբողջ աշխարհում շուրջ 10,000։ Սա առանձնահատկացնի գտնող առանձնատունն է, որտեղ 1915 թվականից 1918 թվականներին ապրել է երկրի արտաքաղաքական նախարար Արա Պալիկյանը։ Շենքը կառուցվել է 20-րդ դարի սկզբին, որտեղ տեսնում են, որ գտնվում է ամբողջ միջակայքում։ Մենք նաև դասարանում այցելեցինք Սարդարապետի Մայիսյան հերոսամարտի հուշահամալիրը Մայիսյան հերոսամարտերի 50-ամյակը։ հայ
հայ մարդիկների անպարտ ոգին, ընդհանրապես շրջան նախատեսված է, որ աղջիկները պետք է նայեն Թուրքիային, սակայն Թուրքիայի իշխանության զինվորների կողմից նրանց հայացքները փոխվեցին դեպի Արարատյան։ Որոնք ոչինչ դարձիքալ խոսել են, որոնք խորհրդանշում են հայր ու բարու իր հեմսվերի պայքարը։ Մենք հայերով այդքան ինտենսիվ ենք, մենք բոլորս լիդեր ենք ուզում ենք առանձին կրծքին խփելով ես ասեմ, բայց այդտեղ ամեն ծախողում է։ Մենք սովորենք ասենք մենք։ Այժմ գտնվում ենք Սարդարապատի հուշահամալիրում։ Այն կառուցվել է 1968 թվականին ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի կողմից։ Այն նվիրված է մայիսյան հերոսամարտերի 50-ամյակին։ Որ երեք խոշոր զանգերը խորհրդանշում են երեք խոշոր ճակատապատերը մայիսյան հերոսամարտերի, որոնք են Սարդարապատը, Բաշապարանը եւ Ղարաքիլիսը։ Զանգերի ընդհանուր քանակը 12-ն է, ինչը խորհրդանշում է Հայաստանի պատմական 12 մայրաքաղաքը։ Գտնում են Սարդարապատի արծիվները, որոնք խորհրդանշում են հայերի քաջությունն եւ հայ մարտիկների անպարտ հոգին։ Սկզբնական շրջանում նախատեսված էր, որ արծիվները պետք է նայեն դեպի Թուրքիային, սակայն Թուրքիայի իշխանության գումարողների կողմից նրանց հայացքները փոխվեցին դեպի Արարատ լեռը։ Գրագուբված արձակող պեգասիերը, որոնց ոտքերի տակ վիշապ բոցերն են, որոնք խորհրդանշում են չարի ու բարու, լույսի և ստվերի պայքարը։